Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է խոհարարական նոր արարություններով։ Այստեղից պիտի ձեզ հաղորդենք ջերմություն եւ լավ տրամադրություն։ Այդ գործին այսօր իսկ օգնի հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արտուր Սահակյանը, Անի Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես եղբայր։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, եւ ուզում եմ համբերությունս բավարարել համբերությանս պահանջները եւ հարցնել ինչ ենք պատրաստելու ինչ նորարարությունով ես այսօր Իշխան ձուկն ենք պատրաստելու ենք ֆոլգայի մեջ, այսպես ասած փայլաթիթի մեջ բանջարեղենով սկսենք շատ է սիրում բանջարեղեն օգտակար է, գարուն է, օգտակար է եւ նպաստում է ինչին, սիրուն, գարունը ինչ պիտի բերի մեզ։ Լավ, ինչ բանջարեղեն պիտի կտրատենք։ Տագդեղ միշտ սիրում ես դու։ Անպայման, տագդեղ, լոլիկ, ծաղկակաղամ, գազար, կարտոֆիլ։ Ես սկսեմ կարտոֆիլից։ Ոչ շատ փոքր, ոչ շատ մեծ, ոչ շատ բարակ։ Ես ուզում եմ հարցնել, թե ամեն անգամ, երբ որ դու նորարարություն ես իրագործում, ինչ զգացողություն ես ունենում։ Այդ պատրաստեցիր դու, ես գիտեմ, որ դու պատրաստում ես, ինքդ փորձարկում ես եւ նոր արդեն մատուցում ես, այսինքն տալիս ես մեր հյուրերի դատին։ Այս սպասելիքները դու ոնց ես, ինչպիսին է լինում։ Շատ ուրախությամբ ես պատրաստում, ես քեզ դուր եկավ։ Սպասում ես արձագանքի։ Ինձ որ դուր է գալի, ինձ թվում է մնացածին են դուր գալի, որովհետև մի քիչ կմահաճամ ուտելիքի սնունդի առումով։ Թվում է շատ լավ է ստացվում։ Որ ստացվում է, եթե ստացվում է, արդեն հյուրերին են դուր գալի։ Վստահություն ես ձեռք բերում։ Անպայման։ Բայց այնուամենայնիվ մեր հյուրերի կարծիքը կարևոր է։ Կարևոր է անպայման։ Առանց հյուրերի կարծիքի ոնց կարող է։ Այո։ Միշտ ես հարցնում, եթե պատրաստում եմ ես կողքից ով կա հյուրասիրում եմ, ասում եմ փորձեք։ Կարող է իրանք ասեն ավել է մի բանը պակաս է։ Դրա համար միշտ հարցնում եմ։ Հիմա մենք տապակում ենք կարտոֆիլը, որովհետև ջեռոցի մեջ չի հասցնի ինքը եփի։ Կարտոֆիլը եւ գազարը տապակել ենք, մնացածը թանկ վիճակում կողքերը շատ լավ։ Շատ է սիրում նաև համնունքներ տարբեր եւ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո այսպեսի կարծիք է առաջանում, որ քո պատրաստված կերակուրները այսպես համերի հրավառության են նմանում։ Ինչ համեմունք ենք այսօր պատրաստել։ Այսօր շատ մեծ հրավառություն չենք անելու, օգտագործելու ենք աղ, սև պղպեղ։ Եվ խղտորենք դնելու գլխի մեջ։ Նշեցիր, որ թարխուն եմ օգտագործելու ոչ ռոզմարին։ Ոչ ռոզմարին, հանուն մեր հայկական խոհանոցի, անպայման։ Շատ լավ։ Էի զուգը փշազատել, ոչ մի բան։ Ոչ։ Մենք սխմում ենք, որ հյութը մնա մեջը, բայց ինքը արդեն բացվում է իր արոմատները իր հյութալի մասը մնում է մեջը եւ համը հոտ է տալի ձկան։ Շատ լավ։ Սա տեղադրում ենք այսպես անեմ, որ ավելի պարզ լինի։ Գլխի մեջ։ Անպայման։ Գլխից ավելի լավ արոմատ է տալի մեզ։ Ամեն ինչը գլխից է սկսվում։ Անպայման։ Փչանմաններ են ասում, չէ՞։ Անպայման, գլխից, սա գլխից, ամեն ինչը գլխից են անում։ Սև պղպեղ։ Աղ, սև պղպեղ։ Թարխուն։ Թարխուն ենք դնում եւ դնում ենք կարակ։ Մինչ Արտուրը այսպես ուշով այսպես կպատրաստի, կնախապատրաստի ձուկը, հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ ապրիլի 11-ին հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Աբովյան քաղաքում ժամը 1-ին քաղաքապետարանի տարածքում իրականացնելու է ձկան տոն, լինելու են բազմաթիվ տաղավարներ եւ ներկայացվելու է կերակուրներ ձկից պատրաստված։ Մասնակցելու ես հարգում։
Անպայման ոչ կարող ինչ մասնություն, անցած տարի ես եմ հաղթել։ Այո։ Այսինքն բացում ենք այսպես։ Սա դեռ մեզ պետք է գալու։ Մալենք մի փոքր Z, Փայլատի թեղին Z, որ ինչ լինի, ոչ չկպչի ձուկը։ մանավանդ որ մաշկով է, մաշկը շուտ է կպչի։ Շուտ է կպչի, անպայման։ Վերցնում ենք։ Հիմա ավելացնենք արդեն հիմա ավելացնենք արդեն Բանջարեղենը, բանջարեղենը, կողքերը։ Ծաղկակաղամբը։ Կես ինձ, կեսը ձեզ։ ծաղկակաղամբով ձուկ, Շատ փափուկ համ է տալիս։ նրբահամ, Նրբահամ։ Եվ արդեն պատրաստ է նաև կարտոֆիլ և գազարը։ եւ ավելացնում ենք։ Ձուկը Մի իր խավարտով, Մի փոքր տապակում ենք, որ շուտ եփվի, համաչափ եփվի, ընդհանուր մնացած բանջարեղենների եւ ձկան հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակելով թեման, նշեմ, որ հայտերը թիմերի ձկան տոնի ընդունվում են մինչև ապրիլի 5-ը։ Դուք կգտնեք տեղեկություն մտնելով մեր սայթ, թիմերը կարող են ներկայացնել իրենց ծրագիրը եւ մասնակցել ձկան տոնի։ Լոլիկը կխնդրեմ որ Լոլիկ, ես արդեն քիչ էր մնում պատկերացնել, որ դու առանց լոլիկի որևէ բան ես պատրաստում։ Չէ։ Լոլիկը համարյա թե ամեն տեղ է ես օգտագործում։ Անում ենք ընդհանուր աղբղբեղ։ Քիչ ձկան վրա ենք անում։ Եվս մեկ փայլատի թեղ, այո։ Անպայման։ Դա վերև։ Եվ ավելացնում ենք սկզբից գինի, Սպիտակ անապակ գինի, եւ բուն իրությունն հիմա կեզովա։ Մենք պետք է երկար է եղել, հանգարել Հիմա մենք փակում ենք շատ զգուշորեն, որ ինքը պետք է եփի իր հողով։ այսինքն պիտի հերմետիկ Հերմետիկ փակենք։ Շատ զգուշորեն հերմետիկ փակում ենք։ Մի քանի անգամ ծալում ենք, որ ինքը օդ չլինի մեջը, օդը իր ներսի օդը ինչ կա, իր բողով որ եփի։ Այո։ Եվ փակելուց հետո ուղարկելու ենք ջեռոց 25-ից 30 րոպե 210-ից 220 ջերմաստիճանով։ Շատ զգուշորեն փակում ենք, որ չվնասենք։ Եթե վնասեցինք, փակելով հասար միջ բանջարեղենները, միջ մթերքները։ այո։ Դրա մեջ։ Այո։ Եվ ուղարկում ենք ջեռոց
Նորից հիշեցնենք 25-ից 30 րոպե եւ 210-ից 220 ջերմաշան։ Այսինքն կսպասենք այդ 25 րոպեն եւ միասին կբացենք, կվայելենք այս նորից կրկնեմ համերի հրավառությունը։ Օգտվելով առիթից մինչ Արտուրը կձևավորի կամ կբացի, այսպես ասենք, կերակուրը, բարեկամներ, հաջորդ ամիսը մեզ համար պետք է լինի հավաքչության ամիս, այսինքն կերակուրների հավաքչության եւ եթե կան մեր հայրենակիցներ, ովքեր ունեն այնպիսի բաղադրատոմսեր, որ կարծում են, որ դա վտանգված է եւ մոռացության կարող է մատնվել, համեցեք, բերեք, միասին պատրաստենք։ Ես ինչի օգտվեցի այս առիթից, որ Արտուրը զբաղված էր, որտեղ վստահ եմ, որ Արտուրը նորից պիտի արձագանքի, նորից պիտի փնտրի եւ գտնի եւ նոր կերակուր այսպես ներկայացնի։ Այո, խավարտը պատրաստ է։ Ես ուզում եմ ուղղակի կարտոֆիլը ստուգել, չքնաղ, առանց խոսքի։ Նորից հիշեցնենք բարեկամներ, ձուկը համեմեցինք ներսի ծաղով պղպեղով, ներսում տեղադրեցինք թարխուն, գլխի մեջ սխտոր եւ օգտագործեցինք բանջարեղեններ, կարտոֆիլ, գազար, տագդեղ տարբեր գույնի, լոլիկ եւ ծաղկակաղամբ։ Կարտոֆիլ եւ գազարը մի քիչ տապակեցինք, այնուհետեւ միացրինք ձկանը փայլատեղի վրա, մի քիչ ցողեցինք ձեթով եւ սպիտակ գինով եւ ջեռոցում տապակեցինք, ջեռոցում թխեցինք ավելի ճիշտ 25 րոպե 210 աշճան ջերմությամբ։ Արտուր ջան, եթե դու ասելիք ունես, խնդրեմ մեր հետևողներին։ Ասելիք ունեմ, ասելիքս նաեւ որ ամսի 11-ին ձկան փառատոնն է։ Ձկան տոնը, փառատոն չասենք։ Ձկան տոն ասենք։ Ներվում են մարդիկ, փառատոն չի կարելի, կերակուրը փառաբանել չի կարելի։ Դե չենք ասում կերակուրն ենք փառաբանում։ Այդ օրն ենք մենք։ Այլ բաներ կա փառաբանելու, օրինակ գործիքներ, երաժշտական։ Ով ոնց ուզի։ Իսկ ես կարծում եմ այդ օրվա կապակցությամբ կսպասենք բոլորին, մեկը ես կմասնակցեմ եւ շատ մեծ հաճույքով կպատրաստեմ նոր կերակրատեսակ մեր ժողովրդի համար, որ գան փորձեն համտեսեն։ Շատ լավ, ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Արտուրին, ցանկանանք, որ շարունակի այդպես մտածել, խոհարարությամբ մտածել, խոհարարության մասին մտածել։ Իսկ մենք, ինչպես միշտ հրաժեշտից առաջ ցանկանում ենք, որ լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելուց։ Տեսություն բարեկամներ։ Ջարեփուկ ձուկ, 1 հատ, ստեփխին 70 գրամ, կարտոֆիլ 100 գրամ, տագդեղ 60 գրամ, ծաղկակաղամբ 70 գրամ, սխտոր 10 գրամ, թարխուն 2 ճյուղ, կապար 50 գրամ, սպիտակ գինի 80 գրամ, աղ, պղպեղ, բարյախորշակ։